Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, օրակարգային այս հարցով առաջարկում ենք կյանքի տարբեր իրադարձությունների թվայնացման մեր ընդհանուր մոտեցմանը համահունչ թվայնացնել տրանսպորտային միջոցի առուվաճառքի եւ նաեւ նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացները։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ նախկինում եթե մեր քաղաքացիները տրանսպորտային միջոցի առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի կնքման եւ նաեւ սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացները պիտի անեին մի քանի անգամ ընդհուպ մինչեւ հաշվառման քննական ստորաբաժանումներ այցելությունների միջոցով, նախաձեռնությունն առաջարկում է թվային պլատֆորմով իրականացնել ամբողջ process-ը։ Եվ եթե պարզ մի օրինակի վրա ներկայացնեմ, կլինի հետևյալը. պայմանական ես ունեմ տրանսպորտային միջոց, որը ուզում եմ առողջարքի առարկա դարձնեմ, վաճառողը հարթակով կոնկրետ ընտրում է իր այն տրանսպորտային միջոցը, որը պիտի վաճառի։ Եվ ըստ այդմ կազմում է ավտոմատ ինքնաշխատ եղանակով առողջարքի պայմանագրի նախագիծ։ Նախագծում վաճառողից ընդհանրապես գնում է միայն ֆիքսել գինը, թե այսինքն իր տրանսպորտային միջոցը ինչ գնով է վաճառում։ Ըստ այդմ համակարգը ինքնաշխատ եղանակով ստուգում է արդյոք տվյալ տրանսպորտային միջոցը ունի հետախուզումներ, թե չունի հետախուզումներ, արդյոք ունի համասեփականատերեր գրանցված, թե չունի համասեփականատերեր։ Եթե կա համասեփականատեր, բնականաբար վաճառողը պիտի նաև կցի նրանց կողմից տրված համաձայնությունը այս առողջարքը ձևակերպելու։ Եվ ըստ այդմ ինքնաշխատ եղանակով գեներացվում է պայմանագիր, որ էլեկտրոնային ստորագրությամբ քաղաքացին հնարավորություն ունի ստորագրելու եւ թողնելու համակարգում։ Ըստ այդմ, երբ որ պայմանագիրը գեներացվում է, համակարգը ավտոմատ կերպով առաջարկն ուղարկում է գնորդին։ Գնորդը արդեն եթե համաձայնվում է այս առաջարկին, ինքը եւս իր կողմից ստորագրում է պայմանագիրը եւ ըստ այդմ առողջարքի տրամաբանությամբ գործարքը համարվում է կնքված եւ մենք կարողանում ենք հարթակի միջոցով ավտոմատ կերպով նաև սեփականության իրավունքի փոփոխությունը եւս իրականացնել։ Ասեմ, որ թվային լուծումներն արդեն իսկ գրեթե պատրաստ վիճակում են, առաջարկում ենք այս կարգավորումները ուժի մեջ դնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից եւ դրանից հետո արդեն մեր քաղաքացիները կկարողանան այս բոլոր process-ներն իրականացնել բացառապես թվային եղանակով, թվային հարթակում, չայցելելով հաշվառման քննական ստորաբաժանումներ, ընդ որում պիտի նաև ասեմ, որ հարթակը թույլ է տալիս անգամ ոչ աշխատանքային օրերի եւ ոչ աշխատանքային ժամերի իրականացնել այս գործարքը եւ ինքնաշխատ եղանակով գործարքի հետ կապված մնացյալ բոլոր process-ները կապահովեն։ Եվ երկրորդ բաղադրիչը, որը կրկին նույն տրամաբանությամբ առաջարկում ենք իրականացնել, այս պայծրությամբ ներքին գործերի նախարարությունը ծառայում է նաեւ որպես կադաստր լիզինգից բխող պարտավորությունների գրանցման եւ նաեւ մեքենայի գրավադրման դեպքում գրավի իրավունքի գրանցման համար։ Այս դեպքում ինչ ունենք, եթե պայմանական վարկով տրանսպորտային միջոցի անձը ձեռք բերում, ֆինանսական կազմակերպությունը բնականաբար գրավի իրավունքը պետք է գրանցի մեզ մոտ, սա եւս ենթադրում է այցելություն հաշվառման քննական ստորաբաժանում, գրանցում եւ որպես կանոն ֆինանսական կազմակերպությունները անձին տալիս են, կոնկրետ ֆիզիկական անձին տալիս են լիազորագիր, որպեսզի նա այցելի եւ իր շահերից բխող գործարքը արդեն գրանցի հաշվառման քննական ստորաբաժանումում։ Հարթակով այլևս սա լինելու է ինքնաշխատ եղանակով, այսինքն պայմանագրի հիման վրա ընդամենը հայտ ենք ստանում կոնկրետ ֆինանսական կազմակերպությունից, որպեսզի կարողանան գրավի իրավունքը ձևակերպել մեր կադաստրում եւ երկրորդը նույնը նաեւ լիզինգի մասին է։ Եթե ֆինանսական կազմակերպություն ունի ձեռք բերված տրանսպորտային միջոց, որը լիզինգի պայմանագրով տրամադրում է անձին, ապա այս դեպքում եւս լիզինգի իրավունքը գրանցվելու է հարթակում կրկին չայցելելով հաշվառման քննական ստորաբաժանում։ Երկու փոփոխություններն էլ ըստ էության փոխկապակցված են եւ առաջարկում ենք սրանք ուժի մեջ դնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, որպեսզի կարողանանք անխոչնդոտ process-ները ապահովել։ Եթե կարճ այսքաններ, պարոն վարչապետ։ Այսինքն կարողանանք ապահովել թվային պլատֆորմը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այո։ Ընդ որում Բայց մարդ պետք է բան ունենա, չէ՞, նույնականացման քարտ ունենա, որ արքուվաճառ։ Այո, պարոն վարչապետ։ Ասեմ, որ դե անձի ցանկությունից է կախված, եթե չի ցանկանում այցելել հաշվառման քննական ստորաբաժանում իրականացնել այդ տարբերակով, բնականաբար կարող է ձեռք բերել նույնականացման քարտ եւ առողջարքը կազմակերպել, բայց ինչ կարեւոր նաեւ փոփոխություն ենք անելու, պարոն վարչապետ։ Եթե առողջարքի պայմանագիր է լինում, տրամաբանական է, որ ես կարող եմ չցանկանալ տվյալ համարը, ցանկանալ նոր ինչ-որ պետհամարանիշ, որը ցանկություն ունեմ ձեռք բերելու, մենք նախատեսում ենք փոստային առաքման տրամաբանության մեջ եւս
Համարանիշի առաքում կոնկրետ քաղաքացուն, որպեսզի եւս այս դեպքում անձը չայցելի հաշվառման քննական ստորաբաժանում եւ ուղղակի կոնկրետ այդ մետաղի կտորը ստանա որպես այդպեսին եւ ամրացնի տրանսպորտային միջոցին։ Այս բոլոր process-ներն ըստ էության թույլ կտան միանգամից ամբողջ գործընթացն իրականացնել թվային հարթակում։ Ընդ որում մենք նախատեսում ենք նաեւ, որ հաշվառման վկայագրերը եւս պիտի լինեն թվային հարթակում գեներացվող տեղեկատվություն, որպեսզի հետագայում նաև այդ պլաստիկ քարտերի տրամաբանության մեջ հարցի նաև այլ մոտեցում կարողանանք եւս ցուցաբերել։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, սա էլ ըստ էության մի թեմա է, որը իմ նախորդ ասացի հետ կապ ունի, որովհետև նախորդ օրը ես չեմ հիշում, դա երկուշաբթի էր, թե երեքշաբթի էր Տիկին Ավանեսյան, երբ որ ես գնում էի հոգեկան առողջության ազգային երեքշաբթի, ազգային հոգեկան առողջության պաշտպանության ազգային կենտրոն։ Մի մասնաշենքի բացմանը ճանապարհին անցնում էին բնականաբար Էրեբունի թանգարան, Էրեբունի զանգված եւ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ պարփակված հատվածով, որտեղ հազարամյակներ ի վեր ավտոշուկան է Հայաստանի, եւ ես անցնում էի եւ նայում էի պատուհանից եւ տեսնում էի, որ այնտեղ էլի նույն այն վիճակները, ինչ վիճակներ է, ավտոյի չօգտագործվող բանդաժներ, վրան ժանգոտած խողովակներ, վրայից 5 կոշիկ, կողքը ասենք ենթադրենք ծխախոտի ծխուկներ, այնտեղ ինչ որ արագ սնունդ, բորդյուրին նստած մարդիկ, ովքեր այդ արագ սնունդը տենց այդտեղ օգտագործում են, սենց ինչ որ մի վիճակ, ու ես էլի այդ այն վիճակներից ա, որ 7 տարի է մենք անընդհատ այդ թեմային ասում ենք, բայց սենց ոնց կլինի, բայց սենց չի լինի, բայց սենց ոնց կլինի, ու ես մտածում եմ, որ տեսեք, ես ինքս գիտեմ, որ կոնկրետ այդ հարցով ինչքան հաճախ եմ այդ հարցը բարձրացրել։ Եվ իմ մոտ հարց է առաջանում, ինչի մենք ոչ մի կերպ այդ հարցը չենք կարողանում լուծել, ու հաշվի առնելով նաև, որ այսօր ըստ էության հեղափոխության դե յուրե 7-րդ տարեդարձն է, ես հիմա այս ընթացքում այդ դրա կապակցությամբ հետևյալը գրեցի, որովհետև այդ մի ժամանակ, այն ժամանակ էր մեզ թվում, թե հեղափոխություն անելն է դժվար։ Իրականում հիմա հետահայաց, որ նայում ենք, հեղափոխություն անելը ամենահեշտն է, փոփոխություն անելն է դժվար։ Որովհետև հեղափոխության համար կարաս կոնսոլիդանաս, ենթադրենք մի շաբաթվա, մի ամսվա, լավ 3 ամսվա մեջ, իսկ փոփոխությունը դա հետևողական գործողությունների շարք է։ Եվ այդ է պատճառը, այս վերջերս երբ որ, չգիտեմ, այդ կրթվել նորաձև է բանախոսությունների շրջանակներում, երբ որ թեման տեն զարգացավ, եւ ես անդրադարձա այդ թեմային, երբ որ այո, կարող է հնչել, որ բա հեղափոխությունը սրա համար էին կարել, եւ ես այդտեղ մի միտք ասացի, որը մոտավորապես հետեւյալն էր, որ իրականում մենք իշխանությունը փոխել ենք Հայաստանում, բայց մենք մեզ փոխել ենք, իշխանությունը փոխել ենք, մենք մեզ փոխել ենք, ժողովուրդը ամեն քաղաքացի կարասի արյո, որից դուս եկա, իշխանությունը փոխեցի, բայց ամեն քաղաքացի ներառյալ մենք հարց պետք է տանք, մենք իշխանությունը փոխեցինք, բայց ինքներս մեզ փոխեցինք, թե չփոխեցինք, ֆունդամենտալ հարցը ստեղ է, Եվ այդ մեքենաների առք ու վաճառ, բայց մյուս կողմից էլ ես մտածում եմ, որ շատ բաներ կա, որ մենք ուզեցել ենք եւ որոշումներ ենք կայացրել, որ արագ հիմա գնանք, հենց հիմա փոխենք։ Այդ դեպքում էլ որոշումը կա, փոփոխությունը չկա։ Մի դեպքում ոչ որոշումը կա, ոչ փոփոխությունը, շատ դեպքերում որոշումը կա, փոփոխությունը չկա։ Ու սա ֆունդամենտալ հարց է, թե ինչու է այդպես։ Եվ ես կարծում եմ երկու գործոն կա, որ ամեն դեպքում ինչքան էլ արագ շարժվես, մեկը ժամանակից արագ չես կարող շարժվել, եւ երկրորդը փոփոխություն այդ նշանակում է
Ինչքանով ենք ինքներս մեզ փոխում, մեզնից սկսած եւ յուրաքանչյուր քաղաքացուց ավարտած։ Սա է հիմնական եւ ֆունդամենտալ խնդիրը եւ թվում է թե շատ տրիվիալ հարցի կապակցությամբ, բայց սա ամենաակնհայտ դեպքն է։ Ամենաակնհայտ դեպքն է, որովհետեւ այս ընթացքում նաև Էրեբունու ավտոշուկան, որը գոյություն ունի Հայաստանում ինչքան ավակ սերնդի ներկայացուցիչները թող ասեն, եւ 60 տարի, լավ երևի երբ որ մեքենաները մտել են Հայաստան կամ վաճառք գոյություն ունեցել, այդտեղ այդ շուկան գոյություն ունի նույն ձևով։ Հասարակարգը փոխվել, կառավարություններ են փոխվել, ժամանակներ են փոխվել, սահմանադրություններ ու օրենսդրություններ են փոխվել, ինքը տեղ է։ Ու սա նշանակում է մենք ավելի լավ բան չենք կարողացել առաջարկել, դա էլ կարա նշանակի վերջում, որ ավելի լավ բան պարզապես չենք կարողացել առաջարկել կամ բավարար չափով վճռական չենք եղել, բայց մյուս կողմից էլ ասենք հա գնալ վարչական որոշմամբ, էդ էլ իմիջայլոց, էդ էլ կարելի է գնալ, բայց դրա հիմնավորում պետք է լինի, ինչի համար դա անել, որ ինչ խնդիր լուծել։ Եվ որ մարդիկ ավտոմեքենա չկարողանան վաճառել, բայց մենք չենք ուզում տենց խնդիր։ Մենք ուզում ենք, որ մարդիկ ավելի լավ պայմաններում ավտոմեքենա վաճառեն, ավելի հարմար, ավելի անվտանգ։ Ուրիշն է իմիջիալոց այդ ճանապարհը այդ օրերին տենց էլ 60 տարի բանա աներթևեկելի է ըստ էության։ Քաղաքի կենտրոն խցանումները մի քանի տարի են եկել, այնտեղ 60 տարի է խցանումը։ Բայց սրանք հարցեր են, որոնց շուրջ առնվազն պետք է մտածել, բայց բոլոր դեպքերում իմ պատասխանը հետևողականությունն է, որ գնալ, փորձել, աշխատել եւ բերել այդ փոփոխությունները, որովհետեւ այո, հեղափոխությունը հեշտ է, փոփոխությունն է դժվար։ Շատ լավ, խնդրեմ, կան այլ մտքեր։ Չկան համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ ուղղակի ժամկետի ուժի մեջ մտնելու սինխրոնիզացման խմբագրական փոփոխությամբ ներկայացնենք ստորագրման։ Շնորհակալություն։ Հիմա եթե հաշվի առնենք, որ մինչև նոյեմբեր էլ ենթադրում ենք, որ քաղաքացիների առնվազն մեծ մասը ունենալու է նույնականացման քարտ, հիմա ինչքանով է մեր համակարգը աշխատում, կարող ենք գնալ Էրեբունիում տեսնել։ Եթե այնտեղ քչացել է, այդ ամեն ինչը նշանակում է on-line վաճառքների ծավալները մեծացել է եւ մարդկանց ավելի հարմար է առանց տնից դուրս գալու, չնայած դա էլ է դժվար պատկերացնել առանց մեքենան տեսնելու։ Հա, չէ, բայց կարան on-line նաեւ հանդիպեն, չէ, այդ մարդիկ։ Այսինքն այս մեր համակարգը իրար հետ կապվելու հնարավորություն տալու է, թե չի տալու։ Հա, իհարկե տալու է, պարոն վարչապետ։ Արդեն մնացյալը պայմանավորվածության վրա է կոպիտ ասած, կամ ֆիզիկապես տեսնելու, կամ ուղղակի նկարներով։ Աչքի սրա արդյունքում գիտեք ինչ կարա տեղի ունենա, որ Էրեբունի այդ հատվածում բանորով սմարթֆոններով ուղղակի սկսեն արքուվաճառք անել, այսինքն ամեն շարունակի այնտեղ մնալ, ուղղակի բան չգնան, այդ ինչ էր կոչվում, հաշվառման քննական կենտրոն չգնան։ Շատ լավ, բայց այդ process-ներին էլ է պետք է հետևել, գուցե այդ իրավիճակի հետ պետք է համակերպվել, այնտեղ գնալ ավելի լավ պայմաններ ստեղծել, այդտեղա, դե ավանդույթը տեղա հաստատված, գուցե գնանք այդտեղ ուրիշ լուծումներ մտածենք ուրիշ ճանապարհ մի հատ կառուցենք, որ մենք չխանգարենք ավտոշուկայի աշխատանքին եւ նորոգենք, չգիտեմ, կարգի բերենք, էս անենք, այն անենք, դա էլ է տարբերակ, որովհետեւ եթե այդքան իրանք այնտեղ են, հա ինչ ենք կռիվ տալիս, եթե մարդկանց այդտեղ է հարմար, գնանք այդ մյուս ստանդարտները փորձենք այնտեղ ներդնենք եւ ոչ թե ասենք չէ որ չէ, այդտեղ պետքա մեքենա չվաճառենք։ Այդ ճանապարհը փաստացի դարելա շուկա, ուրեմն ուրիշ ճանապարհ փորձենք կա։ Էս էլ ուրիշ մոտեցումն է։ Ես հիմա բարձրաձայն ուղղակի իմ տպավորություններն ու մտքերն եմ կիսում։ Համեցեք։ Այս լուծումը բան վարչապետ նախ եւ առաջ քաղաքակիրթ առևտրին է պետք, որովհետեւ դու մտնում ես ավտոսրահ, գնում ես մեքենան, ընդ որում տարբեր վճարման պայմաններով, նույն ավտոսրահում հնարավոր է եւ լիզինգը ձևակերպել եւ գրավել ու մեքենայով դուրս ես գալիս։ Այդ կարծում եմ ամենակարևոր մասն է լուծումը, որովհետեւ ամեն դեպքում դա է մեր երազանքը։ Իսկ ինչ վերաբերում ավտոշուկային, պարոն վարչապետ, վախենամ, որ այդ ավտոշուկայի առևտրային շրջանառության 90%-ը հոգնած մետաղ է, որը էլի մեր կոնսենսուսի պատճառն է, որովհետև
Եթե մենք մեր տեղզնման կանոնները սահմանենք եվրոպական ստանդարտներով, իմ կարծիքով այդ ավտոշուկայում առևտրի առարկա չի լինի։ Եվ այդ իմաստով իհարկե դրանք այդ ամեն ինչ փոխկապակցված են եւ կարծում եմ, որ բայց խստացման մեխանիզմները տեխնիկական կանոնների ոնց որ անխուսափելի է դառնում արդեն։ Եվ էվոլյուցիոնը ես կարծում եմ այդ հարցը ավտոմատ կլուծի, որովհետև ավտոմեքենայի վաճառքը այլևս համացանցում է։ Չկա ուղղակի կոնկրետ ֆիզիկական կետում ավտո վաճառել չկա։ Եվ մենք Տիկին Սարգսյանի հետ պայմանավորվածություն ունենք, որ այս թվային լուծման հաջորդ փուլում պիտի ինքը նաև դառնա վճարահաշվարկային ինտեգրված հարթակ, որպեսզի առևտուրը ավարտվի հարթակում։ Այսինքն on-line վճարում էլ անեն։ Հա, եւ ամբողջ իմաստը դա է։ Իսկ դա կնշանակի, որ մենք կունենանք մասնագիտացված կայքեր, այսինքն մարդիկ իրանց գործարքը կավարտեն կայքում։ Այսինքն, պարոն Գրիգորյան, դուք կարծում եք, որ ես անկեղծ ասեմ, շատ վաղուց չեմ եղել ավտոշուկայում հենց առևտրի օրը, մտածում եք, որ այնտեղ հին արտադրության մեքենաներ են վաճառվում։ Ճիշտ ասած, ես էլ չեմ եղել, բայց չէ, բավ արչապետ չի կարող ուղակի այլ կերպ լինել, որտեղ Լավ, շատ թարմա ընդունում եմ, որ հա 1-2 տարվա ավտո շատ քիչ կարող է լինել, բայց չնայած դա էլ կարող է։ Չէ, այն որ դա ենթադրում է։ Եկեք այս շաբաթ գնանք բոլորով մի հատ տեսնենք ինչա կատարվում։ Բայց չգնենք էլի, որտեղ բանը։ Չէ, ես ենթադրում եմ, հա, ես ենթադրում նախ դա էլ է շատ մեծ խնդրեմ, որ այդ առևտրային մասը շուկայի հետը բերում է ստվերային շրջանառություն, որտեղ ընդ ֆիզիկապես հնարավոր չի անկանխիկ վճարման գործարքանել տեղում, բայց խնդիրը կայանում է, որ ինքը հենց իրագործությունը վկայում է նրա մասին, որ դա մի կետ է, որտեղ ապրանքը շատ երկար պիտի զննեն, ինչը նշանակում է, որ ինքը շատ հին է ու նկարագրով հնարավոր չի որոշում կայացնել, էլի։ Կարծում եմ այդ շուկայի շատ կարևոր ավանդույթի մեջ է, որ երբ որ մեքենան հավանում ես, հետո պետք է տանես դզող փչողի մոտ, որ մի հատ նայես, տեսնես այդ մեքենան ինչ վիճակում է։ Խնդրեմ, պարոն Միրզյան։ Պարոն վարչապետ, ես որքան հասկացա, Տիկին Սարգսյանի բերած նախագիծը գործարքի ձևակերպմանն է վերաբերում եւ կոչված է մարդկանց կյանքը հեշտացնելուն։ Այդ գործարքի նախորդ ձևակերպման նախորդող փուլերը ընտրությունը, զննումը, բանակցությունները գնի շուրջ եւ այլն, կարծում եմ, որ այս հարթակի առաքելությունից դուրս են եւ մեծ հաշվով շատ էլ չստիպենք մարդկանց գործարքներ անել այս տեղում կամ այն տեղում կամ անպայման հեռախոսով պայմանավորել գնալ այլ վայրում հանդիպել։ Հա, պարոն Միրզյան, տենց է, այդ պետք է հեշտացնենք եւ թվայնացնենք եւ առաջ անցնենք։ Իմ ասածը լիրիկական շեղման ժանրի մեջ էր, ես չեմ ասում, որ բան պետք է։ Հա։ Չէ, դե հիմա բան է, սկզբունքորեն ես կարծում եմ, որ ավտոշուկա հասկացությունը իրոք ինտերնետում է հիմա, որովհետեւ տասնյակ ֆոտոնկարներ մի ավտոմեքենայի տեղադրված է եւ մարդը նայում է, արդեն եթե ընդ որում խորհրդային միության ժամանակներից ես հիշում եմ ավանդույթ կար, մի գիշեր առաջ թե երկու գիշեր առաջ պետք էր գնալ, որ բան տեղը լավ տեղ ունենալ եւ այլ։ Հիմա նկատի ունենք անհասկանալի է, թե ինչն ենք մենք սխալ անում, որ այդ վիճակը, որ իմ խնդրեմը տեղ չի, իմ խնդրեմը այդ տեսքն է։ Այդ իմ ասած այդ ժանգոտ բանդաժների վրա բան ժանգոտ խողովակներ եւ բանի գծանշման ինչ որ դուք էլ այդ կողմի վրա գնաք մի օր կտեսնեք ինչ նկա։ Իմ ասածը, որ նախ դա փողոց է, երթևեկելի հատված է, երթևեկելի հատվածը առևտուր իրականացնելու համար չի եւ այլն եւ այդպես շարունակ։ Ընդեղի ընդհանուր պատկերը, որ այդտեղ ընդ որում տասնյակ տարիներ այդտեղ միլիարդներ են շրջանառվում, բայց այդտեղ մի հատ նորմալ բարեկարգ է, չենք էլ կարող հասնենք բարեկարգման, որովհետեւ բարեկարգելու համար դա պետք է լինի առնվազն ինչ որ մի ժամանակով փակել։ Իսկ դա փակելը, հասկանում եք, դա շատ բարդ իրադարձություն է։
Սրա մասին է խոսքը, որ պայմանները այն չեն։ Ի վերջո առևտուրը պետքա այնտեղ սնունդ են ընդունում մարդիկ, էս են անում, են անում։ Իսկ մենք ասում ենք ստանդարտ պետք է լինի երկրում, ստանդարտ պետք է լինի, ստանդարտ պետք է լինի։ Այդ նույն պատմությունն է, որ ասում ենք հիմա փորձում ենք հեսա հաջորդ բանը հարցը դրան կվերաբերվի, որ ասում ենք եկեք ասֆալտի վրա փռած միշտ չլինի վաճառքի։ Այդ երևույթի մի հատ ուրիշ կողմն է։ Ընդ որում մեզ համար չենք ասում դա, ասում ենք մարդկանց համար, հարմարության համար, երկրի համար, ընդհանուր մթնոլորտի համար, այս ամբողջ խնդիրը։ Բայց ես դա ասում եմ արձանագրելու համար, որ մենք տեսեք մի հատ པարս հարց է, չենք կարողանում, չենք ասում այդտեղ չվաճառեն, ասում ենք նախ փողոցի վրա, ասենք պատկերացրեք հանրապետության հրապարակում լինի ավտոյի շուկա։ Դա էլ Երևանի թանգարանն է, Երևանի իր շրջակայքով եւ իր միջակայքով։ Ընդ որում Երևանի մի վարչական շրջանը, մյուս վարչական շրջանի միացնող միակ ճանապարհը։ Եթե իմ իմացությունը ճիշտ է ասում, կարող է ուրիշ ճանապարհ էլ կա, բայց ամեն դեպս հայտնի միակ ճանապարհը։ Եվ շաբաթ-կիրակի այդ ճանապարհը անանցանելի է։ Այդ պատճառով նույնիսկ երկուշաբթի, երեքշաբթի է անանցանելի, կիսը անցանելի, այդ նույն պատճառներով, ստեղ է խնդիրը, բայց այդ խնդիրը չի լուծվում։ Եվ մենք պետք է իմացածնենա, որ մենք խնդիրները հասկանալու, տեսնելու, դիտարկելու, դրանց լուծումների մեր բանաձևերը պետք է բանանեն, կամ էլ կարող է ընդհանրապես ձեր ասածն է, կամ այլ տրամաբանություն կա, որ մտում է ինչ խնդիր է, որ դրա վրա կենտրոն, հա տենց է, թող տենց էլ մնա։ Բայց վիզուալ առումով հաստատ այդ չի, որ մենք պետք է ասենք հա նորմալ է, անցնենք, ասենք հա նորմալ է, տենց է, թող տենց լինի։ Ինչպես հիմա Երևան քաղաքում ասենք 30 տարի մենք փողոցային առևտրի դեմ պայքարում ենք։ Ինչի համար, նրա համար որ չենք ուզում, որ մարդիկ 2 կոպեկ աշխատեն, որ առևտրի ստանդարտներին եւ դե յուրե ընթացակարգերին չի համապատասխանում այդ առևտուրը։ Իսկ պետությունը պետք է ի վիճակի լինի այդ ամեն ինչը կանոնակարգել։ Սրա մասին է խոսքը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։